Բարև ձեզ, այսօր մենք ռասպակովկա ենք անելու, բացելու ենք իմ նվերը, որը նվիրել է ինձ իմ մեծ տղաս ապրիլի 7-ի կապակցությամբ։ Ուղղակի շտացիվս կոտրվեց եւ ես չգիտեմ հիմա ինչպես եմ բացելու։ Ունենք այսպեսի մի ռոբոտ սարք, որը լվանալու համար է ապակիները։ Բացենք, տեսնենք մեջը ինչ կա։ Այսպես ինչպես տեսնում ենք, սա իր պահեստային սրբիչներն են, սա հենց ինքը սարքն է, նաև սրբիչներ ունի վրան հագցրած, Եվ այսպես սա մեր սարքն է։ Տեսնենք ինչ ունի մեջը։ Մեջ ունի նաև այսպիսի օղակներ։ Ինձ թվում է սա օղակներ է, որոնց վրա հագնում է սրբիչները։ Սա լարեր են և շիշ։ Հիմա միացնենք, տեսնենք ինչպես է աշխատում։ Ուրեմն իմ տղաս ընտրել է այս սարքից, լինում է երկու տեսակ, որը եւ ինքն է ջուրը ցողում ապակիների վրա եւ կա, որ առանց ջրի է։ Իմ տարբերակը ջրով է, ես ինչպես հասկանում եմ, այստեղ ջուրն է լսվում։ Այստեղ ջուրն է լսվում։ Ուրեմն սա կապվելու է ինչ-որ միտեղ, հարմարացնելու եք միտեղ, կամ պարից, կամ եթե ինձ նման ճաղավանդակ ունեք, ճաղավանդակից, որպեսզի սարքը չընկնի, տեսա ասեցին կլորակները եւ իր պահեստային սրբիչները եւ իհարկե հեռակառավարման վահանակ։ Ուրեմն տեսնենք թե ինչպես է միանում այս ամենը մեկը մյուսին։ Քանի որ իմ մոտ ապակիներին շատ քիփ է փակցված ճաղավանդակները, իմ համար ահավոր դժվար է լինում ձեռքս հասցնել ամենտեղ կամ ընդհանրապես, օրինակ մեծ սենյակում, հյուրասենյակում, ընդհանրապես այն չեմ կարողանում ես օգտագործել, մաքրել։ Լավ, ես հիմա միացնեմ կադրից դուրս եւ կմիանանք նորից։ Ես այն միացնում եմ հոսանքից։ Ահա, ինքը ձեն է։ Ահա, ինքը վակուումային հատկություն ունի, վակուումով կպնում է ապակիներին։ Հիմա ես երևի հեռավարման վահանակով պետք է ընտրեմ ինչ-որ մի ռեժիմ։ Հիմա ես ապակու վրա թողել եմ ապակի լվանալու հեղուկ և ինքը պետք է մաքրի։ Իսկն ասած դեր ծրագրերից զգուկ չեմ հանում, առաջի անգամն օգտագործում եմ, իմ կարևոր մտահոգությունս այն է, որ մտնի այս ապակու և ճաղավանդակի արանքը, քանի որ իմ ձեռքս չի հասնում ոչ մի կերպ լավ լվանալու, սրբելու համար, տեսեք մեջտեղում անգամ երևում է իմ կեստերը, որը ես ոչ մի կերպ անգամ այնքան նեղա, որ փայտով կամ թոթկով չեմ կարողացել մոտենալ անգամ։
Ես ուղղակի այս թելը ճաղավանդակից մեր ճաղավանդակը հաստ էր, կարացի ոչ մի կերպ ամրացնեմ, թաթատել եմ, բայց ինձ թվում է չի ընկնի, իրեք չի կոտրվի։ Տեսեք մնացածը։ Արդյունքը ևս ցույց կտամ, կհիշվեմ իմ կարծիքը։ Հիմա տեսեք, արդեն մյուս կողմն է մաքրում ու կարևորը այս կենտրոնական հատվածները, որ ես տարիներով չեմ կարողացել մաքրեմ, այդ հատվածները ինքը մաքրում է։ Իհարկե ես ուրիշ կտորով մաքրում եմ նաև ռեզինները, իր կողքի սպիտակ հատվածները, բայց ինքը իր աշխատանքը անում է։ Ես դեռ ճաղավանդակն պետք է մաքրեմ ու այս առաջի շերտն է, փոշոտ տրյապկան, հետո նորից կփոխեմ, մաքուրով կփոխարինեմ եւ ինքը վերջնական կմաքրի իմ պատոհանները։ Մեր խելացի հարսիկը այստեղ աշխատում է, ես կգնամ մի գավաթ շուրջ վայելելու, քանի որ ինչ որ պետք է ձեռքով արդեն ես արել եմ։ Սա դեռ առաջի էտապն է, ես մի հատ կտորիկները կփոխեմ եւ կպարզաջրեմ, հա, այսպես ասած, կմաքրաջրենք եւ վերջնական արդյունքը կստանանք։ Ինձ համենայն դեպս արդեն դեռ չկա վերջնական արդյունքը, բայց շատ դուր է գալիս։ Պաղպաղակել հետո ենք։ Եվ այսպես ես բոլոր պատոհաններին մաքրեցի, վերջացրեցի, այսինքն ես չէ, իմ օգնականը, ինքը։ Եվ ասեմ շատ գոհ եմ, քանի որ այս մեծ պատոհանի վրա ես չէի հասնում մեջտեղի հատվածին, մի քանի տարվա կուտակված տեղեր կար, որ ինքը շատ լավ մաքրեց, իսկ այս ներքի հատվածում, որ տեսնում եք ինչ-որ բաներ, դա ուղղակի մեր ապակու վրա հետքեր կա, երբ որ ճաղավանդակները ամրացրել են, զոդել են, վնասվել է, այդ հետքերն են, թե չէ, այնպես ասեմ, շատ գոհ եմ ես իմ տղայի նվերից, քանի որ արդարացրեց, ես սպիտակ կարնիզները, կողքերը, մեջերը պատոհանի իհարկե ձեռքով եմ սրբել լվացե, իսկ որտեղ արդեն ապակի էր, պատոհանների մեջ ապակիները, արդեն իմ օգնականն է արել այդ ամբողջ գործողությունը եւ ասեմ, որ շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ տղայիցս, որովհետեւ ամեն անգամ տեսնում էր, թե ես ինչպես եմ տանջվում այս մեջտեղի հատվածին հասնելու համար ու այդպես էլ չէի կարողանում հասնել, շատ էի տանջվում։ Շնորհակալություն իմ տղային, իսկ եթե կուզեք իմ կարծիքը լսել այս գնել թե չգնել այս ռոբոտից, որը ապակիներ է մաքրում, միանշանակ, եթե դժվար հասանելի տեղեր ունեք, այո, կամ բարձր հարկ վախենում եք, գլուխը պտտվում է, տարիքը մեծ է, միանշանակ այո, իսկ եթե պատոհանները ներս են բացվում, փոքր են, բան կարելի է եւ ձեռքով արագ սրբել գնալ։ Օրինակ, մինչև իմ պատոհանները մի քանի անգամ այս մեծ հատվածը լվացի, ես իր լաթերը փոխում էի անընդհատ, լվանում դնում, վարագույրներս եւս լվացի, փռեցի, մնում է չորանա, արդուկեմ եւ կախեմ։ Այսօր այսքանը, ձեզ հետ ես էի, հուսով եմ ձեզ իմ տեսահոլովակը դուր եկավ, ցտեսություն։